Ուղիղ եթերում ենք քաղաքական պրոցեսները ինչպես եք պատկերացնում հաշվի առնելով, որ իշխանություններն են ձեռքները ծալած չեն նստում։ Ես պատկերացնում եմ մեր անելի գործերը, պետք է ներկայացնենք հանրությանը, մասնավորապես եթե գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչ եմ, մեր ամբողջ նախընտրական ծրագիրը, ամբողջ քայլերը, ինչ պիտի անենք զարգացնելու տնտեսությանը, մասնավորապես եթե կապված է գյուղատնտեսության ոլորտը, ինչպես զարգացնենք, սարքենք արևմտյան Եվրոպայի գոնե մոտ գտնվող գյուղատնտեսություն, ինտենսիվ գյուղատնտեսություն, որպեսզի մենք նաև կարողանանք լուծել պարենային անվտանգության խնդիրները, որպեսզի մեր գյուղաբնակները կարողանան ավելի լավ, ավելի արժանապատիվ կյանքով ապրել։ Եվ այդպես երկար ճանապարհ ենք անցնելու։ Ներսում արդեն ոլորտային բաշխում է արվել։ Օրինակից որ տեսնում եք որ ոլորտի պատկերացում ոլորտային բաշխում լինի, չլինի, բոլորս մեր գործի մեջ ավելի մասնագիտացված ենք եւ ես սիրում եմ խոսել հենց իմ ուղղությամբ, այն գործից, այն նպատակներից, այն ոլորտից, որի մեջ ես ավելի լավ եմ ինձ կարելի ասել դրսևորել եւ ունեմ երկարատև աշխատանքային փորձ եւ այդ մեր փորձը պիտի արդեն մակրո մակարդակով ցույց տանք մեր հանրությանը։ Ուրեմն ես պաշտոնական դրաններ ասեմ 2016 թվականից մինչև այս տարի կամ անկում ա եղել կամ շատ չնչին 0.5 չնչին զարգացում ա ունեցել դրական այս տարի 5.6% աճ ա ունեցել եւ որ անդադ որ կառավարությունը կարող է աճ, բայց այդքան անկումների մեջ ի վերջո ինչ-որ մի կետից պետք է ինչ-որ մի թեթև աճ ունենալ։ Մենք առաջարկում ենք մեր տարբերակները, մեր ծրագրերը, որը կապահովի երկարատև եւ բարձր թռիչքաձև աճը։ Ներողություն, իսկ ձեր իշխանության գալուց հետո օրինակ Ադրբեջանից ինչ որ ապրանքներ ներմուծվելու են Հայաստան։ Օրինակ հիմա օրինակ ներմուծվում է ցորենը, բենզինը եւ Ադրբեջանից ցորեն չի ներմուծում, Ադրբեջանով է ցորենը ներմուծում։ Դա շատ Ադրբեջանից ոչ մի սննդատեսակ չի ներմուծում եւ հույս ունեմ, որ չի ներմուծվի, որտեղ դա մենք արտադրենք։ Ես շնորհակալ եմ։